շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց կանդրադառնանք եւ այսպես քիչ առաջ Հայաստան խմբակցության կողմից առաջարկված նախագծին դեմ քվեարկեց ՔՊ-ն, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձև։ Եվրանեստ Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում էր սա։ Խնդրեմ ես մասով ձեր խոսքը, 3 ազգային ժողովի դիմաց եք նաև դուք հանրապետական կուսակցությունից, պատիվ ունեմ խմբակցությունից պատգամավորներ Աննա Մկրտչյանը մասնավորապես, որտեղ բառացիորեն բացատրում եք եւ ներկայացնում այն քաղաքական հետապնդումները, այն բռնաճնշումները, որոնք ժողովրդավարության քողի տակ իրականացնում է այս իշխանությունը։ Նաև խնդրեմ ես մասով ձեր խոսքը ներկայացնեք եւ նաև գիտեք միջավայրից ժողովրդավարության ֆոնին այսօր ժամը 4-ին սրբազանների եւ 17-ի գործող դատական նիստն է, որին ասացիք դուք եք լինելու։ Խնդրեմ ես ամենը եւ նաև եկեղեցին իհարկե բոլորիս ուշադրության կենտրոնում։ Այնտեղ ժամանակում մի երկու եկել ակտիվացել են, մասնավորապես ակտիվացել մասին է խոսքը Սասուն Միքայելյանն էր խոսում, որ Վազգենը ոչ լիներ Արցախի չլինի ինչեւ, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ ուզում եմ սկզբից անդրադառնալ երեկվա մեր ակցիային, որ ձեր նշած պատիվ ունեմ խմբակցության հետ Հայաստան դաշինքը եւ նաեւ տարբեր երիտասարդական կազմակերպություններ ակցիային կազմակերպել ազգային ժողովի դիմաց, հենց այդ նույն ժամանակահատվածում Եվրանեստի վեհաժողովին մասնակից պատգամավորները ազգային ժողովի դիմաց հենց իրենց աչքի առջև եւ հայերեն եւ անգլերեն լեզուներով մեր կոչերը հնչեցնում էինք, ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ որևէ մի պատգամավոր չմոտեցավ, այնինչ ակնկալվում էր, որ նաև որոշակի առումով իրենք պետք է մոտենան ակցիայի մասնակիցներին եւ ավելի մանրամասն եւ ավելի հանգամանալից տեղեկանային Հայաստանում տիրող իրավիճակի քաղբանտարկյալների ռեպրեսիոն համակարգի գործադրմամբ տարբեր քաղաքական գործիչների ընտրված համայնքապետերի, սրբազան հայրերի, նաև ուզում եմ սա արձանագրել, որ տարբեր շերտերից, ուրեմն մեր հասարակության տարբեր շերտերից կան 40-ից ավելի քաղբանտարկյալներ եւ վերջերս նաև երկու համայնքապետ ընտրված համայնքապետ ձերբակալվեց Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյան եւ Մասիսի համայնքապետը, որը անմիջապես Հայաստան գալով ձերբակալվեց եւ այս ամենը խոսում է մի բանի մասին, որ իշխանությունները այլևս անցել են այդ շեմը եւ իրենք այսպես ասած այդ ռեպրեսիոն համակարգը ամբողջ ուժով ամբողջ թափով գործի են դրել։ Մենք նաև ներկայացրեցինք Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության ուրեմն շինց ու դատավարության հետ կապված մեր արձանագրումները, այնտեղ Բաքվում պահվող գերիների խոշտանգման դեպքերը եւ նաեւ իրենց ազատությանը վերաբերող հարցեր եւ մեր կոչներ, որ պատգամավորները Եվրոխորհրդարանի պատգամավորները եւ մասնակից բոլոր պատվիրակությունները ի վերջո ուշադրություն դարձնեն Հայաստանում տեղի ունեցածին, ուշադրություն դարձնեն Բաքվում կրկնում եմ ապօրինի դատավարությանը եւ ի վերջո այն ինչ որ կատարվում է Հայաստանում դա բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է, որը ուղղորդվում է իշխանությունների կողմից։ Արդեն դուք նշեցիք քիչ առաջ էլ ազգային ժողովում էլի մեր գործընկերները ելույթ ունեցան եւ մենք ճիշտ է ակնկալիքը չունենք, որ ԿՊ-ն կարող է որևէ մի հայանպաստ բանաձևի կամ որևէ մի Արցախին նպաստող որևէ մի հայտարարության կամ բանաձևի տեքստի կողմ քվեարկի, բաց այն, որ իրենք այս օրերի ընթացքում տարբեր եվրոպացի պաշտոնյաներին համոզում, խնդրում
եւ տարբեր, այսպես ասած, մասնավոր զրույցների ժամանակ ամեն ինչ անում էին, որպեսզի նույն վեհաժողովի շրջանակներում բանաձև չընդունվի քաղբանտարկյալների վերաբերյալ, որ չբարձրաձայնվի Բաքվում պատանդառնված անձանց ազատ արձակման, Արցախահայերի վերադարձի մասին։ Տեսեք, գրեթե արդեն մի քանի տարի է մենք ամեն անգամ խոսում ենք սրա մասին, որ իշխանությունները ոչ միայն հայանպաստ բանաձևներին, այսինքն նեյտրալ դիրքորոշում են, այլ կոնկրետ բոլոր գործիքակազմեր օգտագործում են, որպեսզի ձախողեն որևէ մի Հայաստանի շահերից բխող որևէ մի բանաձևի ընդունում։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք ամեն կերպ նպաստում եւ օգնում են ադրբեջանական կողմին, որպեսզի մոռացության մատնվի Արցախահայերի վերադարձի հարցը եւ այս կոնտեքստում նաեւ պատահական չի, որ թիրախավորվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Գիտեք, որ Շվեյցարիայում հայտնի ժողովի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կոչ էր արել եւ ակտիվ ջանքեր էր գործադրում Արցախահայերի վերադարձի հետ կապված եւ այնուհետեւ դրանից հետո լսվեց ուրեմն ադրբեջանական կողմի կոշտ պատասխանը իրենց հոգեվոր առաջնորդի Ալաշուքուր Փաշիզադեի այսպես ասած էլիթի իրախավորումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ամբողջ իշխանական թևը սկսեց թիրախավորել հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր հոգևոր հայրերով եւ նաեւ վերջին զարգացումները հերթական սրբազանի կալանավորումը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանավորումը դրանից առաջ երկու սրբազանները կալանավորվեցին Բագրատ սրբազանը եւ Միքայել սրբազանը այնուհետեւ երկար պլանավորած իրենց օպերացիան որ կար Կադիրովի մոլի երկրպագու կարկալուց եղած ուրեմն Տեր Արամը, որը Ավազանի անունն է Ստեփան, եւ այս օպերացիան, որ երկար ժամանակ կրկնում են պլանավորվել էր, Հովանավանքի օպերացիան, իշխանական ամբողջ ռեսուրսը ներդրվեց, որպեսզի այդ օրը այդ շոուն ապահովի, ասենք շոուի, այսպես ասած, մասնակցության թիվը, մասնակիցների թիվը, իրենք ակնկալում են, որ 10,000 մարդ պիտի մասնակցի իրենց այս աղանդավորական ուրեմն պատարագին եւ փաստացի ձախողվեց այդ ամեն ինչը, չնայած այդ վարչական ռեսուրսի կիրառմանը, չնայած նրան, որ տարբեր պաշտոնյաներ ճիք ու ջանք չէին խնայել, որ ապահովեն մարդաքանակ, մենք ականատես եղանք ընդամենը մի քանի 100 ուրեմն մասնակիցների, մնացածը ուժային կառույցների ներկայացուցիչներ էին, տարբեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին եւ փաստացի տապալվեց, ձախողվեց այդ հակա եկեղեցական, հակա բարոյական բոլոր առումներով քստմնելի, նողկալի, ուրեմն զզվելի այդ չգիտեմ, երևույթ ասեմ, ինչ ասեմ, եւ այս ամեն ինչից ավելի ջղաձգված իշխանության ղեկին գտնվող անձը փորձեց արդեն երկրորդ իր, ասենք երկրորդ մոտեցում, այսպես ասած, իր եւ Կիրակի օրը նորից էլի սրբապղծության հերթական դրսևորումն է մեզ սպասելու, գիտեք, որ այդտեղ փակաները փոխվել են, մյուս հոգևորականներին, որոնք որ ուրեմն օրինական հայ առաքելական Սուրբ եկեղեցու քահանաներ են եւ իրապես իրենք պետք է այդտեղ պատարակ մատուցեն, բանալիները փոխվել են եւ առանց ամոթի զգացման կարկալույց հոգևորականը հայտարարում է, որ այո, հա, ես փականը փոխել եմ եւ նաեւ իդեպ շեշտեց, որ նաեւ այն նույն տան փականն է փոխել, որ վեհապար հայրապետը տվել է իրեն բնակության համար, այսինքն սա խոսում է մարդկային որակների մասին, այն տունը, որ հատկացվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու
հայրապետը այդ տանը բանալիները փոխել է, հիմա էլ անցել արդեն եկեղեցու կողպերքը փոխելով, սա էլի քրեորեն պատժելի արարք է, կրկնում եմ, մյուս հոգևորականների մուտքը խոչընդոտվում է Հովանավանք, ես ուզում եմ հիշեցնել, որ այն բոլոր շահարկումները, որ գույքը դա ԿԳՄՍ նախարարության բալանսում է գտնվում, որ իբր դա պետության գույքն է, դա որևէ մի իրականության հետ որևէ մի աղերս չունի, գույքը պատկանում է գույքը եկեղեցին հարակից տարածքը պատկանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, դա Մայրաթորի ուրեմն Մայրաթորինն է պատկանում, դրանում որևէ մի կասկած չկա, մենք դրա փաստաթղթային հիմքերը ներկայացրել ենք, ասել ենք, խոսել ենք դրա մասին, այսինքն հերթական կեղծիքն ու սուտը իշխանության այլևս բացահայտված է եւ եկեղեցապատկան գույքը փաստորեն ուզուրպացվում է, եկեղեցապատկան գույքը գրավում է իշխանության եւ կարգալույց հոգեվորականի կողմից։ Այս առումով էլի կոչս է մեր հայրենակիցներին, որ գիտեմ, որ պետական աշխատողների վրա շատ մեծ ճնշում է գործադրվում եւ կոչ եմ անում բոլոր այն աշխատողներին, որոնք որ ստիպողաբար կգնան կամ կասեն մեզ ստիպեցին, որ գնանք, մենք ուրիշ ճար չունեինք, ելք չունեինք, մենք կարող է աշխատանքից ազատվեինք, վախեցեք Աստծո պատժից։ Վախեցեք Աստծո պատժից։ Նիկոլը եւ նիկոլիզմը անցնելու է, մեր երկրում օրինական կարգ է հաստատվելու, բայց այս խարանը մնալու է բոլորիդ ուրեմն ճակատին դաջված եւ երբեք չմասնակցեք այդ գործընթացներին։ Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացի շրջանակներում այդ օրը հոգևորականներին հենց այդ օրը դա պատահական չէր, այդ օրը Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին կանչել էին հարցաքննության եւ ի պատիվ մեր հոգևոր սպասավորների իրենք միաձայնորեն որոշում էին կայացնել չգնալու եւ քննչական մարմիններին չներկայանալու, որովհետեւ դա հստակ որոշում էր, որ իրենք փորձում էին դրանով նաեւ Կիրակի օրը խոչընդոտեն ուրեմն քահանաների մյուս ուրեմն եկեղեցիներում պատարակ մատուցելու։ Ինչ վերաբերվում է ուրեմն ես նաև ուզում եմ հիշեցնել, որ այսօր էլ Սրբազանի եւ 17 անմեղների դատաբարությունը կշարունակվի Շենգավիթ դատարանում, Կոմիտասի այգու հարակից ուրեմն դատարանում, այդտեղ էլի կքննվի Սրբազան շարժման ուրեմն ակտիվիստների, աջակիցների գործը, կրկնում եմ 17 Սրբազանի եւ 17 անմեղների գործը, ես երեք այցելել եմ կենտրոն քրեակատարողական հիմնարկ Սրբազան հայրերին, երկար զրուցել ենք սրբազանների հետ, Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի հետ, ուզում եմ մեկ անգամ եւս օգտվելով առիթից փոխանցել սրբազանների օրհնությունը մեր ժողովրդին, իրենք ուշով հետևում են զարգացումներին եւ իրենց կոչն է, որ համախմբվեն, մեր ժողովուրդը համախմբվի հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ եւ իրենց օրհնանքներով, իրենց աղոթքներով ամեն վարքյան ու րոպե աղոթում են մեր երկրի, մեր ժողովրդի ուրեմն համար, որ մենք այս ծանր եւ օրհասական վիճակից պատվով դուրս գանք։ Ես ուզում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ սրբազանները իրենց ոգին ամուր է, իրենք շատ, այսպես ասած, վճռական եւ շատ համարձակ ու շատ պատվախնդրորեն են իրենց բաժին, այսպես ասած, այդ լուծը բեռը ասեմ, թե չգիտեմ, այդ ճնշումները կամ այդ իրենց շուրջ տեղի ունեցող պրոցեսները շատ պատվով եւ շատ արժանապատվությամբ են տանում եւ ես ամեն անգամ երբ այցելում եմ սրբազան հայրերին, ուղղակի ցավ եմ ապրում, որ ոնց կարելի է հայ առաքելական Սուրբ եկեղեցու երկու արքեպիսկոպոս եւ մեկ եպիսկոպոս գտնվի անազատության մեջ։ Սա մեր
խարանն է, մեր ամոթն է եւ նման բան չի եղել 37 թվականից ի վեր ԱԱԾ մեկուսարանում նախկինում ԿԿԲ-ի այսպես ասած մեկուսարանում հոգևորական առհասարակ չէր եղել եւ այս իշխանությունը հենց այդ կարմիր գծերն էլ է հատել, որ կրկնում եմ պատվարժան եւ մեր բոլորիս կողմից սիրված եւ հարգված եպիսկոպոսները, եպիսկոպոս, արքեպիսկոպոսները հիմա անազատության մեջ են։ Առողջություն մաղթենք իրենց, աղոթենք, որ իրենք այսպես ասած ես համոզված եմ, որ այս իրենց բաժին այս պրոբլեմներն ու զրկանքները պատվով կհաղթահարեն եւ շուտ կվերադառնան հավատավոր ժողովրդի կողքը լինելու։ Հաջորդը ինչի մասին ես կցանկանայի խոսել, դա ուրեմն այս ռեպրեսիաների մասին երկու խոսք եմ ուզում հնչեցնել, ես ուզում եմ նորից էլի մենք հիշենք, որ ապօրինի կերպով պահվող 40-ից ավելի քաղբանտարկյալները հիմա անազատության մեջ են միայն ու միայն մի բանի համար։ Նրանք ընդդիմացել են, նրանք այս իշխանություններին, թրքահաճո իշխանություններին ընդդիմախոսներ են եղել եւ իրենք անազատության մեջ են միայն ու միայն դրա համար, որ իրենք համարձակ էին, իրենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը մենակ չեն թողել եւ այս առումով փառք ու պատիվ բոլոր այն անազատության մեջ գտնվող մեր ընկերներին, հարազատներին, գործընկերներին, որոնք որ կրկնում են պատվով եւ իրենց ընտանիքները պատվով եւ արժանապատվությամբ տանում են այս ամեն ինչը։ Հաջորդը ուրեմն ես եթե չեմ սխալվում հարց ուղղվեց հիմա այս ընթացքում ակտիվացած տարբեր նախկին Արտուր Դավթյանի մասին մասնավորապես, թե բա ինքը տեսեք պատրաստ էր կալանավորել Փաշինյանին, բայց խանգարեցին իրեն։ Ես ուզում եմ մեր հասարակության եւ հանրությանը տեղեկացնել, սիրելի հայրենակիցներ, ուրեմն ինչ վերաբերվում է կալանքի հիմքերին, դեռևս 21 թվականից հետո բազմաթիվ ընդդիմադիրներ, թե падգամավորներ, թե տարբեր իրավաբաններ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, իմիջիալոց այդ հաղորդումը հանցագործության մասին փաստարկված փաստահեն տվյալներ են, որոնք որ ներկայացվել են դատախազությանը, դրանք եթե չեմ սխալվում 1 տասնյակից ավել են, մեր գործընկեր Արծվիկ Մինասյանն է ներկայացրել պետական դավաճանության մասին հաղորդում, Արտուր Նաղազինյանն ներկայացրել էլի պետական դավաճանության մասին հաղորդում, էլի եթե հիշողությունս չի դավաճանում, էլի падգամավորներ կան, որոնք որ ներկայացրել են եւ ինչի համար եմ սա ասում եմ նրա համար, որ խոսում է նրա մասին, թե իբր մեծ հաճույքով կձերբակալվեր, եթե հիմքեր չլիներ։ Հիմքերը ավելի քան բավարար էր, դրա համար պետք էր ունենալ կամք, վճռականություն եւ այսօր մեկը մեկի վրա գցելը դա ես ճիշտ չեմ համարում։ Ի վերջո դույն դատախազությունը ինքը բացի այն որ հիմքեր են ներկայացվել, ես կարծում եմ որ այն բացի կրկնում եմ այն հաղորդումը որ ներկայացրել է հանցագործության մասին, նաև բազմաթիվ իրենք էլ այս հասարակության մի մասն են եւ դատախազությունը եւ քննչական մարմինները հենց նրա համար են, որպեսզի ոչ միայն ընթացք տան այդ գործերին, կրկնում եմ, փաստերը ավելի քան բավարար են, այլ իրենք նախաձեռնող լինեն։ Հիմա մեղքի բաժինը գցել այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ, չգիտեմ, ուրիշ մարդկանց վրա, դա ճիշտ չէ, տեղին չէ եւ ի վերջո ամեն մարդ պիտի պատասխան տա իր ժամանակահատվածում իր գործած եւ իր գործած սխալների եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ անգործության համար շատ կարեւոր է որ մենք ի վերջո
ունենանք այնպիսի համակարգ, որ այդ համակարգում այդ իրավապահ համակարգը գործի ոչ թե իշխանության հաճո եւ հետո արդեն ժամանակ անցնի եւ այդ ժամանակ անցնելուց հետո սկսեն արդեն ասել որ գիտեք ինչ կա մենք էլ գիտենք ինչա ինչ չի, բայց պայմանները այն չէր, չգիտեմ ինչ որ վիճակը այն չէր, դուք ի պաշտոնե պարտավոր էիք կատարել սահմանադրությամբ ձեզ ամրագրված ձեր լիազորությունները, ձեզ տված լիազորությունները իրացնելու եւ այս առումով մեղքի բաժին ուրիշների վրա գցելը ես դա ճիշտ չեմ համարում։ Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական ուրեմն հակամարտության հետ կապված հայտարարություններին, որոնք հնչում են խաղաղությունը, որ իրենք ուզում են կերակրել ժողովրդին, շաբաթել ազգային ժողովում տեսակ եռանդորեն խոսում էին ադրբեջանական հացահատիկի մասին, ցորենի մասին։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը ԱԺ-ում խոսում էր, որ աննախադեպ է առաջին անգամ է խաղաղ պայմաններում իրենք բյուջե քննարկում, 1 տարի 8 ամիս սահմանի զոհեր չկան, բայց այս դրան զուգահեռ որ իրենք այդ օգոստոսի 8-ի թղթով կերակրում են, մենք ինչ ենք տեսնում, թե ինչպես է նույն Նատանյահուն Թրամփի թուղթը սարքել բարեբուն իմաստով օգտագործված զուգարանի թուղթ, խնդրեմ։ Այո, իշխանությունները ամեն օր խոսում են խաղաղության մասին, խոսում են նրա մասին, որ սահմանում զոհ չկա, ես սահմանում բարեբախտաբար Աստված պահապան լինի մեր զինվորներին, թող երբեք ու երբեք զոհեր չլինեն, բայց ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ ընդամենը ամիսներ առաջ Սյունիքում եւ նաեւ Տավուշի որոշ հատվածներում ես անձամբ ականատես եմ եղել, հատկապես Սյունիքում իմ այցի շրջանակներում, իմ գործընկերոջ հետ, Գեղամ Մանուկյանի հետ այցելել ենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր եւ մեր աչքով տեսել ենք այն ուրեմն կարակոցները, մենք եւ լսել ենք այդ կարակոցները եւ անձամբ այցելել ենք սահմանամերձ Խոզնավար, Խնածախ եւ այլ գյուղեր եւ տեսել ենք կարակոցների հետքերը, մենք տեսել ենք այդ փամփուշտների հետքերը, մենք տեսել ենք ոնց է որ երջանիկ պատահականությամբ ուղակի փառք Տիրոջը որ մարդ չի զոհվել այդ կարակոցներից, ընդամենը երջանիկ պատահականությամբ չի զոհվել, հենց թիրախային կարակոցներ են եղել բնակավայրերի ուղղությամբ եւ խոսել խաղաղության մասին, որ ընդամենը մի քանի ամիս առաջ թշնամին ինտենսիվ կրակում էր հայկական բնակավայրերի ուղղությամբ եւ նաեւ կրթական հաստատությունների ուղղությամբ դպրոցներ, մանկապարտեզներ, դա տգիտություն է, էլի, դա տգիտություն է։ Այս նոր հնարավոր պատերազմների ֆոնին, երբ որ աշխարհը խառնվել է իրար, երբ որ հակամարտությունները ոչ միայն չեն կարգավորում, ճիշտ նշեցիք, որ էլի օրեր առաջ խոսվում էր հերթական փայլուն մի ձեռքբերման մասին, խոսքը Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման մասին էր, բոլորը խոսում էին նրա մասին, որ այլևս վերջ խաղաղությունը հաստատվել է եւ Պաղեստինի ժողովուրդը այս զրկանքներից, այս տասնյակ հազարավոր զոհերից եւ բռնի տեղահանումից հետո 100 հազարավոր մարդկանց բռնի տեղահանումից հետո այլևս մերձավոր արևելքում հաստատվել է խաղաղություն, մենք տեսանք, որ ընդամենը դա ձեր նշած մի թղթի կտոր էր, որը դարձավ օգտագործված, այո, պետքարանի թուղթ եւ Իսրայելը էլի շարունակեց իր ռազմական գործողությունները։ Սա ինչի համար է ասվում։ Սա ասվում է նրա համար, որ պետք է հասարակությունը թմրեցնել, բթեցնել, ասել, որ այլևս խաղաղություն է հաստատված, այդ նույն ժամանակահատվածում մենք բարբերաբար լսում ենք Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունը, տեսնում ենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարում են, որ դա Զանգեզուրի միջանցք է, մենք տեսնում ենք, որ ամեն օր Ադրբեջանում հակահայ ուրեմն հայտարարություններ են հնչում, ֆաշիստական հայտարարություններ են հնչում։ Մենք տեսնում ենք, որ մեր գերիվարված պատանդարված անձանց ոնց են վերաբերվում։ Վերջին կառույցը, որը փոքրի շատ է մեր հայրենակիցների հարցերով զբաղվում է, դա Կարմիր խաչի կառույցն է, որ արդեն հունիս ամսից այլ չի գործում Բաքվում եւ այդ առումով խոսել, որ Ադրբեջանը գնում է խաղաղության,
ունենալով օկուպացված տարածքներ, ես անցած անգամ էլ հարց եմ ուղղել Արադ Միրզոյանին, ասել որ այդքան երջանիկ եք եւ այդքան բարձր եք գնահատում, ուր են հիմա ադրբեջանական զորքերը օկուպացրել են առնվազը 300-400 քառակուսի կիլոմետր, որոշ տվյալներով ավելի շատ, եւ ամրացել են այդ դիրքերում, ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Դուք ո՞նց եք պատկերացնում թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում, բիտոնով բունկերներ է կառուցում ջերմուկի գլխին, որ այդ ամրաշինական դիրքերը թողի հայկական կողմին, դուք այդքան նայվ եք, ինչի եք ուզում խաբել ժողովրդին, ինչի եք ամեն անգամ սուտ ու կեղծիկը հրամցնում մեր ժողովրդին որպես, չգիտեմ, խաբելու, մանիպուլացնելու, մոլորեցնելու փորձ։ Եվ ի վերջո որն է ձեր նպատակը։ Գիտեք, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումներ են այս քանի օր ընթանում, տարբեր գերատեսչություններ գալիս են զեկուցում ծախսերի մասին, ուրեմն ես ուզում եմ մի շատ կարևոր բանի վրա ուշադրությունը ձեր հրավիրել, դա բյուջեի քննարկման ժամանակ սպասվող բյուջեում ռազմական ծախսերի կրճատումն է։ Շեշտակի կրճատվել են ռազմական ծախսերը։ Դա խայտառակություն է։ Ադրբեջանը ամեն տարի բարձրացնում է իր ռազմական ծախսերը։ Նոր, ուրեմն զինտեխնիկա է գնում։ Գիտեք, որ արդեն Պակիստանից ձեռք է բերել առաջին խմբականակը կործանիչների, եւ այս խեղկատակները ասում են, որ գիտեք ինչ կա, Ադրբեջանը զինվում է ոչ թե Հայաստանի դեմ ուրեմն պատերազմ սանձազերծելու կամ Հայաստանի վրա հարձակվելու կամ չգիտեմ մեր համար չի զինվում Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանը զինվում է Լյուքսեմբուրգի համար, երևի ենթադրյալ հարձակվելու կամ Շվեյցարիայի կամ Բելգիայի կամ չգիտեմ Գերմանիայի վրա, էլի, սա էլ հերթական, կրկնում եմ, աբսուրդն է, հերթական հիմարությունն է, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը համարում է իրեն թշնամական երկիր եւ զինվում է առաջին հերթին Հայաստանի վրա հարձակվելու համար, ինչքան էլ որ որոշ մարդկանց համար տհաճ է այդ ամեն ինչը լսելը, բայց իրականությանը պետք է մենք վարդագույն ակնոցներով չնայենք եւ հասկանանք, որ ինչ է կատարում։ Եվ ազգակործանի հերթական հայտարարությունը, որ մենք ասում ենք պետք է ոչ թե ասում մտածենք, որ մենք պետք է բան անենք, ասում մարտունակ, ոչ թե մարտունակ բանակ պետք է ունենանք, ասում, այլ պաշտպանունակ։ Դուք պատկերացնում եք, այն մարդը, որ ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ, այն մարդը, որ խոսում էր, գիտեք, որ սափրվելուց առաջ ու հետո Նիկոլ Փաշինյան կա, գիտեք, որ 20 թվից առաջ ու հետո Նիկոլ Փաշինյան կա, մի քանի этаպներով Նիկոլ Փաշինյան կա, հիմա այս մարդը հայտարարում է, որ ասում են մենք, ասում են պետք է մարտունակ բանակ չունենանք։ Այսինքն դուք պատկերացնում եք երկրի ղեկը ոչ բարով ստանձնած այս մարդը, բանակը պատկերացնում է ոչ մարտունակ։ Սա գիտեք ինչի համար ասում, սա ասում է Ադրբեջանի հերթական պահանջները բավարարելու կոնտեքստում, որովհետև Ադրբեջանի պահանջների մեջ մտնում է նաև ապառազմականացման գաղափարը, այսինքն մենք պետք է ունենանք սահմանափակ թվով զին ուժ եւ այդ առումով բազմաթիվ ուրեմն ապացույցներ կան ադրբեջանական կողմի տարբեր պաշտոնյաների հայտարարությունների մակարդակով, նաև Իլհամ Ալիևն է դրա մասին ասել, որ Հայաստանը պետքա չունենա բանակ, այսինքն ունենա ընդամենը սահմանապահ զորախումբ, որը կհեշտացնի Ադրբեջանի հնարավոր ենթադրյալ հարձակումը, այսինքն մենք չենք կարող երբեք բացառենք, որ Ադրբեջանը կարող հարձակվի մեր վրա, որովհետև մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հստակ քաղաքականություն Հայաստանի դեմ, եւ այս կոնտեքստում ռազմական բյուջեի կրճատումը եւ նաեւ մարտունակ բանակի վերացումը հենց այդ պահանջների բավարարման, այսինքն այն ինչ որ խոսել ենք, այն ինչի մասին որ մենք ասել ենք, այդ ամեն ինչը փաստորեն տարբեր փաթեթավորմամբ, տարբեր ձևակերպումներով ցավոք սրտի իրականանում է եւ հերու չի այն օրը, որ Ադրբեջանը արդեն այս պահանջների բավարարումը արդեն ուրիշ մի ձևակերպում կտան, ասելով որ
հիմա արդեն գնում այդ գործընթացը, իշխանություններն ասում են, եթե մենք չընտրվենք, եթե մենք իշխանության չլինենք, ապա խաղաղություն չի լինելու։ 4 պատերազմ բերած, արհավիրքներ բերած, գիտեք, որ տարբեր տվյալներով խոսում է տարբեր թվերի մասին 191-ից մինչև 240 անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ եւ արդեն տարբեր տեղեր խոսում է դրա մասին, Ադրբեջանը խոսում է նաեւ ադրբեջանցիների Հայաստան բնակեցման մասին եւ այս ամեն ինչի մեջ մի հատ էլ մեզ շանտաժ են անում, մի հատ էլ մեզ ասում են, գիտեք ինչ, եթե այս արհավիրքներից հետո Արցախի հանձնումից հետո, այս ամեն ինչից հետո, այս որ կատարվել է, այս ողբերգությունների, այս անհատնելի այս շղթան, որ կատարվում է մեր բոլորիս հետ, ասում է, գիտեք ինչ կա, ասում է, եթե ասում է մեզ չընտրեք, ասում է, խաղաղություն չի լինելու։ Այսինքն հերթական անգամ տերորի ենթարկում մեր հայրենակիցներին։ Արհավիրքը, պատերազմը, նվաստացումը բերել են իրենք, արտաքին հարաբերությունների ձախողումը բերել են իրենք, այսօր հարաբերությունների կտրուկ վատթարացում հարևան եւ բարեկամ երկրների հետ բերել են իրենք, հիմա իրենք խոսում են խաղաղության, խոսում են բարիդրացիական հարաբերությունների մասին։ Դուք սկի Վրաստանում չեք կարողանում հարց լուծել։ Մի քանի օր առաջ էլ ես այդ հարցը տվեցի։ Վրաստանում մինչև հիմա չի լուծվում տարական, ուրեմն տարանցման հարցը։ Բեռնափոխադրողները շարունակում են, ուրեմն իրենց խնդիրների մեջ մենակ մնալ։ Կարելի ասել կաթվածահար ա եղել Հայաստան բեռնափոխադրումները։ Ռուսաստանի Դաշնության հետ 90 օրյա սահմանափակումները չեն կարողանում վերացնել։ Եվ ինձ են հորդորում, ասում են դուք գնացեք այդ հարցերը լուծեք։ Իշխանության ղեկին գտնվող անձիկ ընդդիմադիր падգամավորին հորդորում են, որ այդ հարցերը լուծի ընդդիմադիր падգամավորը։ Ես ինչի համար եմ ասում, ես ասում եմ նրա համար, որ սրանք ի վիճակի չեն հարցեր լուծելու, սիրելի հայրենակիցներ։ Ասում եմ, բարեկամ դաշնակից երկրների հետ հիմա կտրուկ վատթարացել են հարաբերությունները։ Տարական հարցերը չեն կարողանում լուծել։ Տնտեսական բնույթի հարցերը չեն կարող։ Էլ չեմ ասում, որ փող համաձայնեցված տարբեր ծրագրերի մասին կապված անվտանգային համակարգի եւ այլ խնդիրների հետ կապված։ Եվ գնալ այս ամեն ինչի ֆոնին հերթական, չգիտեմ, ինչ անուն դնեմ, էլի, այս ախր այնքան ծիծաղելի է, հիմա էլ արդեն տուր են կազմակերպել Երևան Կիրանց։ Բանը, էլի, այդ զբոսաշրջային տուրեր են կազմակերպում տարբեր ԿՊԱ-ականների եւ ԿՊԱ-ամերձ, այսպես կոչված, չգիտեմ, ինչ որ մտավորականների, ես ամոթ էլ է դրանց մտավորական կոչելը, էլի, դրանք ես չգիտեմ, ինչ անունով կոչես այդ մարդկանց, որոնք որ բերանները ջուր էին կտրել եւ որևէ մի ծպտուն չէին ասում, որ նույն այդ Կիրանցում եւ Ոսկեպարում խոշտանգում էին տեղի բնակչությանը, կարմիր, կապույտ, սև, չգիտեմ, տարբեր բերետավորներով ծեծի եւ խոշտանգման ենթարկելով կանանց, մայրերին, ծերերին, այդ տեսանյութերը դուք չեք նայել։ Չեք տեսել այդ մարդկանց գլխին ինչ հոյին էին դնում։ Դուք չեք տեսել ինչքան տարածքներ են հանձնվել Ադրբեջանի եւ որևէ սանտիմետր հող Հայաստանի Հանրապետությունը չի ստացել։ Միայն ու միայն հանձնել են եւ գեներալի եւ չգիտեմ էլի գեներալի ուսադիրներ են ստացել հայրենի հողերը Ադրբեջանի նվիրաբերած ուրեմն պաշտպանության նախարարության տարբեր պաշտոնյաներ տարածքների հանձնման արդիվ մարդիկ բան են խրախուսանքներ ոստիկանության տարբեր աշխատողներ շքանշաններ են ստացել խոշտանգումները պատշաճ կազմակերպելու համար եւ դուք գնացել եք այդ ստորացման պատի, այդ նվաստացման պատի մոտ ինչ որ սելֆիներ եք անում, ինչ որ շոուներ եք անում քաղաքասարակության ներկայացուցիչների փր
Ձեններ այդ կտրել եք ինչա կատարվում Հայաստանում, սրբազանների կալանավորում, քաղաքապետերի կալանավորում, զոհվածների, հերոսացին ծնողների կալանավորում, անհայտության մեջ գտնվող մարդկանց հարազատների կալանավորում, պատերազմի հերոսների կալանավորում, բլոգերների կալանավորում, գործարարների կալանավորում, հասարակ պարզ մարդկանց կալանավորում, որ Գյումրիում քաղաքապետարանի աշխատողներին, սահմաքրման աշխատողներին, կանանց, ուրեմն նաև անչափահասներ կային, հիմա էլ այդ ռեպրեսիոն համակարգը մի հատ նորից էլի նոր էվերեստներ է գրավում, հիմա էլ ավականու ցուցակի հերթական եկող համարներին Գյումրի ավականու համարներին ձերբակալելով, կալանավորելով։ Բա սրա մասին դուք բան չունեք ասելու, խոսք չունեք ասելու, այս թիրախավորումների մասին խոսք չունեք ասելու։ Դուք չէ, պիտի գնաք բան անեք, էլ այդ շոուի գեղարվեստական մասը ապահովեք, հա։ Եվ գնաք հմեկերում, չգիտեմ, պնակալեզության մաստեր կլասներ անցկացնեք իշխանության։ Ձեր դիմակ արդեն պատրված է, գիտեն ձերով լինելը։ Եթե ինչ-որ թեմա մնաց, Պարոն ինչպես գիտեք, Տաշիր կապիտալը առաջարկել էր հոսանքի սակագնի նվազեցում, որը բացառապես իրականացվելու էր Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Սրանք դեռ դա էլ միաժեցին, խնդրեմ։ Հեծը գրավված է հիմա դարձել է ԿՊ-ի նախընտրական շտաբ, գիտեք, որ այն ԿՊԱ-ականները, որոնք չէին ընտրվում համայնքապետ, հիմա դառել են մասնաճյուղի տնօրեններ, տարբեր ԿՊԱ-ականների եւ ուսապարկերի տարվում են այնտեղ աշխատանքի են ընդունում եւ հիմա էլ հեծում արդեն հեծը դե չեմ ուզում մեր հերոստատողներին ծանրաբեռնել, հիշեցնել են ապօրինի գործընթացը, որ տեղի է ունեցել Ստոկհոլմի արբիտրաժի դատարանով իրենց ուրեմն դատական միջանկյալ որոշումը չի կատարվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ հերթական անգամ ուզում են ժամկետը երկարացնել եւ իրենք մնան հեծի ղեկին, կրկնում եմ, նպատակը մեկն է, ընտրություններին ուրեմն այդ ամբողջ լծակը օգտագործել եւ նաեւ այդ ընթացքում փորձել հեծի տարբեր աշխատողներին ստիպողաբար ԿՊ կուսակցության շարքերը համալրել։ Եվ այս առումով Տաշիր կապիտալը ներկայացրել էր, հիմնավորել էր, քանի որ սեփականատերը իրենք են, բայց փաստացի իրենք չեն կառավարում, այդ մարդիկ իրենց շահույթի հաշվին, ասում են մեր շահույթի հաշվին, տնտեսված միջոցների հաշվին, էլեկտրոէներգիայի սակագինը իջեցրեք։ Նամանավանդ հիմա արդեն մենք արդեն թևակողում ենք ձմեռնամուտնա եւ այս առումով չափազանց կարեւոր է, որ մեր հայրենակիցները այս ձմեռվա ընթացքում գիտեք, որ տաքացուցիչները բավականին լուրջ ծավալի էներգիա են ծախսում եւ հատկապես ձմեռվա ամիսներին մարդկանց կոմունալ վճարները շատ ավելի բարձր է լինում կախված ջեռուցման շրջանով եւ մարդիկ բավականին զգալի իջեցում էին ուրեմն առաջարկում 3.5 դրամ, բայց դա մերժվեց իշխանությունների կողմից։ Էլի մեր ժողովրդի հաշվին, սիրելի հայրենակիցներ, ձեր հաշվին դուք կարող էիք զգալիորեն նվազ սակագին վճարել, բայց այս իշխանությունները թեթև ձեռամբ ասում են խոնարհվում ենք ձեր առջև, սիրում ենք, ամեն օր սրտիկ ու ես իմ չգիտեմ ծաղիկներ, ես իմ ինչ են ցույց տալիս, սիրո խոստովանություն են անում ժողովրդին, բայց ամեն օր մենք ականատես ենք լինում թանկացումների, ամենօրյա ռեժիմով առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, վերջի մի քանի օրվա ընթացքում ձեթը մի քանի անգամ թանկացավ, էլի ապրանքներ են թանկացել առաջին անհրաժեշտության ժամանակս չի ների թվեմ, դուք ինքներդ ինձ ավելի լավ գիտեք այս թանկացումը, եւ սա մի քայլ էր, որ կարար
մեղմեր, առանց այն էլ դժվար եւ շատ ժամանակ անելանելի պայմաններում գտնվող մեր հայրենակիցները, հատկապես խոցելի խավի, հատկապես աղքատ եւ ծայրահեղ աղքատ մեր հայրենակիցները, որոնք կրկնում եմ, իբր ասում են տնտեսական թռիչքաձև աճ են ապահովել, սենց ա եղել, նենց ա եղել, այդ ինչ թռիչքաձև աճ է ապահովել, երբ որ պաշտոնական տվյալներով մոտ 23-24% աղքատ մարդ կա Հայաստանում։ Ինչ նվազել այդ աղքատության ուրեմն ծավալները նվազել է, իհարկե ոչ։ Եվ այս պարագայում կրկնում եմ, սա զզվելի մի քայլ էր, էլի քաղաքական քայլ էր սա, որ ոնց կլինի, որ եթե սակագինը նվազեցնենք, կարող է որոշակի առումով ժողովրդի մի հատվածի մոտ համակրանք առաջանա ուրեմն Սամվել Կարապետյանի, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հայրենակիցներին, որ տարբեր սոցհարցումներով առանց էլ ձեր վարկանիշը պլինտուսից ներքև է, դուք այլևս ինչ էլ որ անեք չեք կարողանալու, վկան այս ռեպրեսիաներն է, որ այդ ռեպրեսիոն համակարգը դուք կիրառում եք եւ անկախ ամեն ինչից գնալով ընդդիմության վարկանիշը բարձրանալու է, ձերը հակառակն է լինելու։ Այդ չեղած վարկանիշն էլ հաստատ իջնելու է հենց այս ձեր վարած քաղաքական, որովհետեւ դուք չեք մտածում մեր ժողովրդի մասին, դուք չեք մտածում մեր թոշակառուների մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, սա մի անգամ էլ եմ ասել, ես հիշում եմ ուրեմն տրանսպորտ, հասարակական տրանսպորտում, երբ որ մեր մի հայրենակցի հետ խոսում էի, դա ձմեռվա ամիսներն էր, եւ մեր հայրենակիցը ինձ շատ այսպես թախիծով եւ մեծ ցավով ասում էր, որ իրենց հարևան թոշակառուն չի կարեցել կոմունալ վճարները տալ եւ ձմեռվա այդ սրտաշունչ ձմեռվա ընթացքում ստիպված ա եղել սառել եւ ցավոք սրտի մեր այդ թոշակառու մայրիկը մահացել էր չկարողանալով այդ կոմունալ վճարները մուծել եւ չկարողանալով ձմեռը միացնել տաքացուցիչը։ Հիմա դուք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկում եք էժան տաքանալու հնարավորությունից։ Բացի այն, որ այս հացն եք բանալ, ես ուզում եմ նաեւ օգտվելով առիթից ազգային ժողովում ես ասել եմ սրա մասին։ Մի անգամ եւս ուզում եմ նաեւ քանի որ ինձ սահմանամերձ համայնքի տարբեր մեր հայրենակիցներ լսում են, ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ իմ այցի շրջանակներում մեր հայրենակիցները խնդրել եւ հորդորել են ինձ 8 խորանարդ մետր թափուկ վառելիքի տրամադրման համար բարձրաձայնեմ, ես ազգային ժողովից բարձրաձայնեցի այս հարցը, այս իշխանությունները զրկել են անտառամերձ շրջանների, սահմանամերձ շրջանի մեր հայրենակիցներին, Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի մարզում զրկել են տաքանալու հնարավորությունից։ Այդ 8 խորանարդ մետր փայտը փաստացի չի տրամադրվում։ Տարիներ շարունակ տրամադրվել է մեր ազգաբնակչությունը, փոքրի շատ է մեղմելով բավականին ուրեմն լուրջ սա ֆինանսական հարված է մեր հայրենակիցներին, որովհետև դա շատ տեղեր իդեպ գազամատակարարում չկա եւ միակ տաքանալու միջոցը դա այդ թափուկ վառելիքն է, թափուկ վառելիքը, որը անտառում փտում է, թափուկ վառելիքը, որ չգիտեմ, էլի դա նաեւ անտառին որևէ վնաս չի հասնում եւ այդ քամատապալ ծառերը, փտող ծառերը, որ կան, որոնք որ ընկած են, այդ առումով նաեւ սանիտարական առումով դրական անդրադառնում անտառի վրա, փաստացի այդ մարդիկ զրկված են այդ 8 խորանարդ մետր փայտի հնարավորությունից։ Սա ինչ է, սադիզմ է, էլի, սադիզմ է։ Սեփական ժողովրդի նկատմամբ սադիզմի դրսևորում է, բայց սահմանամերձ համայնքի բնակիչները կամ անտառամերձ որ կան, բայց եթե այդ մարդիկ չկարողանան այդտեղ ապրել, ինչ է լինելու, արտագաղթ է լինելու։ Ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը։ Դուք ուզում եք ցրտի մատնել այդ մարդկանց։ Դուք ուզում եք որ այս ձմեռվա շրջանում այդ մարդիկ չկարողանան տաքանալ, հա։ Բազմազավակ ընտանիքներ։
Որոնք որ միակ միջոցը դա է։ Սա է վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ։ Սա է վերաբերմունքը սահմանամերձ համայնքի բնակիչների նկատմամբ։ Անապահով խավի նկատմամբ։ Հետո կասեք դե գյուղատնտեսություն մեզ պետք չի, հետո կասեք գյուղում ինչ պետք է որ ապրեն, թող գան քաղաքում ասֆալտ փռեն, ոնց որ ասում էր նախկին էկոնոմիկայի նախարարը։ Այսինքն դատարկեք Տշնամուն պահողը բանակի հետ հավասար։ Դա սահմանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք իրենց ներկայությամբ ամուր պատվար են։ Եվ փաստացի այս մարդկանց նման վերաբերմունքի արժանացնելը ես բառեր խոսքեր չեմ գտնում ասելու, սիրելի հայրենակիցներ, դատեք ինքներդ, լավ եղեք, շնորհակալ եմ։